Թքեմ ես քո նման տղամարդու վրա ու ձեր տան տղամարդկանց վրա։ Ես զբաղված եմ, չէ, զբաղված եմ։ Չէ։ Վայ։ Ծնողներս չէին համբալ։ Ոնց եմ շփվում։ Գոռացի, հայհոյեցի, ինչ-որ վատ բան ասացի, ուղղակի բարձրացան արագի մեջ ասի, քանի որ լավ չէր լսվում ու քանի որ կարող է ուրիշ բան ասել էֆիրում։ Ոչխար, վատ բան եմ ասել։ Թե երբ որ մարդ լավ չի լսում, պետք է ասես ցածր խոսես։ Դեգեներատները ամեն մեկը իրան դրել է, ես իմ տեղը մի հատ բան ասես սովորացնում, թքեմ ես ձեր վրա։ Դրիվ համբալի ծնունդներ են։ Մերսի Արտյոմ ջան, ես օծը արդեն դեգեներատ է այդ հարցականները գիտես ինչ արա, անակոնդա ջան։ Պրոստը իմ փակելուց ասում են ակտիվը իջնում է, պետքա մոդերատորները փակեն, պրոստը ասեցի ես իմ մոդերատորներից դժգոհ եմ։ Մերսի լայքերի համար երեխեք, բայց պասիվ եք, նվերները ուրա չկա։ Մերսի վարդի համար, ցելերից մեկին հասել ենք, մնացածին հլը չէ։ Մերսի Արտակ ջան, այդ փիսիկից ոնց որ 20 հատ էր, թե 30 հատ էր։ Երեխեք իմ ասելուց հետո չի էլի, որ պետք է ուղարկեք։ Այ, այս իմ սիրած կորեական սրտիկներից է փաստորեն կայք, ես չեմ դրել։ Տենց բաները։ Անպայման։ Անցել անգամ շատ լավ էֆիր էր իդեպ։ Չգիտեմ ձեզնից ով կար իմ անցյալ էֆիրին ուրբաթօրներ։ Շաբաթ կիրակի ասեցի, որ էֆիր չեմ անելու։ Գլխի սրտիկներից կոն ուղարկեք։ Եթե այսօր ցելերին հասնենք, ես առաջի անգամ բաթուլ կանեմ ինչ-որ մեկի հետ։ Կուզեք։ Մերսի վարդի համար ապրեք։ Բարի լույս, բարի լույս։ Չհասկացա ինչ ես գրել։ Չգիտեմ, խիչ եկավ։ Ես սովոր եմ արդեն տարօրինակ բան գրողներին։ Թքեմ ես քո նման տղամարդու վրա ու ձեր տան տղամարդկանց վրա։ Ճիշտ ասեցի։ Երեխեք, այդ գլխի սրտիկներին պետքա հասնենք, 27 հատ է մնացել։ Ներվայնանա ինձ ուրիշ ձև կպահի։ Վայ Նարեկ ջան, ես ինչ շուտ ես եկել։
Իմ մադերատորները աշխարհի ամենալավ մադերատորներն են։ Արտուրն էլ քնած անորագործից երկես շատ լավ է։ Երախ եք ասենք չայ եմ բերել ու մոռացել եմ խմել։ Այսով եմ գրում դու ես, դու չես։ Ինքն է, չգիտեմ ով է, բայց ինքն է։ Երեխեք գլխի սրտիկներին գոնեն այնց արեք հասնենք, այսօր պասիվ եք նվերների հարցում։ Փողորներդ վերջացնա, մերսի Նարեկ ջան։ Չէ Արա ջան, մեկ հարց չի կարելի, դու որ տենց ես ասում, ես արդեն գիտեմ ինչ պետք է պատասխանես։ Ինչ հարց պիտի տաս։ Ինչ գործ։ Չգիտի։ Իդեպ Նարեկ, քո համար գործ եմ գտել, բայց շաբաթական 5 օր է 8 ժամով, բայց օնլայն է։ Ինձ այն առաջարկում, ես չհամաձայնվեցի, աշխատավարձը 150-ից 180 հազար Yandex-ում։ Կարամ քեզ ուղարկեմ, պրոստը ջնջել եմ այդ աղջկա համարը, Ղազախստանից աղջիկ է, պրոստը պիտի ռուսերեն խոսայր, գրածա հայերենի իմացություն, պրոստը իր այդ պիտի ռուսերեն սաբիսեդվնի անցկացնես, փաստաթղթեր պետք է ուղեկի ստուգես։ Երեխեք ես շոքում եմ ի տարբերություն ձեզ։ Կարամ քեզ ուղարկեմ իրանց հայտարարությունը չոպկետեմով, մի հատ իրանց գրես։ Պրոստը ֆիքսված չի աշխատանքային օրերը և հանգստյան օրերը, ֆիքսված այն, որ 8 ժամա, մեկ է բանը, մի ժամ ընդմիջում, թե որ օրն ես դու գործի, որ օրն ես տանը, դա չկա, ասում են ստաբիլ չի, այսինքն 4 օր աշխատում ես, 2 օր հանգստանում ես, հետո էլի 2 օր դու աշխատանքի ես։ Հա, քորանան աչքերդ Եզդի ջան, ես դեմ չեմ, ինչ ուզում ա թող քեզ լինի։ Ձեր մոտ մենակ հաֆոյա, ցավակցում եմ կարակ էֆիրից դուրս գաք, ոյ թե կամոցից մեջ կներեք։ Երեխեք ջան, են վերևը փիսիկ բառից երևի մարդիկ բան են, նեղվում են, կատու կա, cat, կոշկա, այդ կոշկայից կուարկեք, մերսի շատ։ Մինայ Նարեկ, մերսի փիսիկի համար, ոյ կներեք խոշկայի համար։ Մինայ, всё, это ջանցի կանք։ Ոնց որ միշտ ես իմ պլանշետը զերդ կայի չեմ դրա։ Լսի Նարեկ, իմացար են օրը ինչ եղավ, են օրը ասելով երեք։ TikTok-ից ահագին փող էի քաշել, նստել էր քարտի, սաղ նորմալ էր։ Մեկ է նայում չկա այդ փողը։ Մի շաբաթ հետո չկա։ Զանգեցի բանկ, բայց TikTok-ն է սառացրել։ Իմաստը ո՞րն է սառացնելու։ Հետո հետ բերին էլի։ Ում ասում են առաջի անգամ եք ընդհանրապես տենց բան լսում։ Սուրմա կսեմ թե մատիտ, լսպասի։
Լավ էլ կսվում եմ էլի կամերայով։ Մի հատ մերսի չասեցիր, ճիշտ ասած չտեսա նվերներ էիր ուղարկել։ Ուրա։ Մերսի շատ, բայց 3 հատ ես ուղարկել։ Կեսը անցանք, 20 հատ մնաց։ Ողջույն պարապներից եւս 1 հոգուն։ Բայց մերսի շատ, ապրես։ Բայց եւս 10 հատ մնացել է, երեխեք այդ կատվից եկեք բրցնենք, անցնենք մյուս նվերներին։ Ողջույն։ Բայ մերսի, ապրես։ Վերջացրինք։ Այլ չկա այդ կատվից։ Չէ, ոնց որ կա։ Չհասկացա կա թե չկա։ Չեմ կարող ասեմ, չեմ ջոկում ինչա գրած։ Ինչ գործ նարեկ դու աշխատում ես։ Ես գիտի դու օնլայն ես աշխատում, թե ինչ որ գործ ես գտե։ Հիմա քեզ շնորհավոր ենք, լավ եմ դուք ոնց եք։ Երբ 72 հոգի, նյուժել չեք կարող ես էժանանոց մի կոպեկանոց նվերներից ուղարկեք վերջանան։ Ցելերին հասնենք, ուրիշներին անցնենք։ Չեք կարող այդքանը։ Անգելոջը մոչել այդ կանի օրը։ Յոպա։ Գուլյայց, եկեք։ Այս արծաթագույնը տնանք կերևոք, մեռայի վրա։ Մերսի նվերների համար երեխեք, ով որ նվերա ուղարկում ապրեք, պրոստես մի պահ շեղվել էի։ Դե ինչ ասեմ, որ ես 58 հոգին փող չունի։ Վերևը ցելեր կա, այդ ցելերից պետքա գցեք, ինչ որ չգիտեմ, ձեր մոտ պետքա երևա։ Լավա քո կոսինուսն ու բանը տանգենս կոտանգենսը չեմ բացեք հո։ Ինչ որ չունես։ Աստիճանը փոքր է։ Անոն ես զբաղված եմ, չէ, զբաղված եմ։ Չէ։ Վայ։ Ես իմ հացն այսօր կերել եմ ու չեմ ուտելու։ Ծնողներս չէին համբալ։ Ոնց եմ շփվում։ Գոռացի, հայհոյեցի, ինչ որ վատ բան ասացի, ուղղակի բարձրացան արագի մեջ ասի, քանի որ լավ չէր լսվում ու քանի որ կարող է ուրիշ բան ասել էֆիրում։ Ոչխար, վատ բան եմ ասել։ Թե երբ որ մարդ լավ չի լսում, պետք է ասես ցածր խոսես։ Ընդմոտ ես եմ իմ ընտանիքի անդամներին սիրում, վերաբերվում ու ամեն ինչ անում եմ, տենց դու հաստատ չես անի։ Ու հանգարց չփորձվես այլևս տենց բան գրես, տավարի ցավ։ Հասկացար։ 50,000-ի սահմաններում, ասենք դու պատկերացնում ես, քեզ ինչքանի սահմաններում կարամ ինքս նվեր անեմ։ Դեգեներատները ամեն մեկը իրան դրել է, ես իմում տեղը մի հատ բան աստես սովորացնում, թքեմ ես ձեր վրա։ Դե անկապ ֆեյքը ասենք փորձում է ինքնահասածվի, ասա ոչխար դու վատ բան տեսար իմ ասացի կամ արածի մեջ անասում։ Ընդամենը բարձր խոսացի, որ մարդը լավ լսի ու արագի մեջ, որ ասենք կարող է անձնական բան ասում, ստեղ լսվում է։ Ասենք դրա ասածը ոչխար։ Նմաններ իրաց ծնողներին ծայծում են երևի անասում կամ իրաց ծնողների վզին են նստում, տավարի ցավ։ Ռի ոչխարա։ Փակի չատ թող զրադը այստեղից տավարները։ Ինչ ուզում ես արա, փակի այդ ցելերն էլ հանի։ Դրիվ համբալի ծնունդներ են։
Ասում են քեզ հունից չի լինում հանել, դու չես ներվայնանում, հիմա ներվայնացա։ Նարեկ չի լինի մենակ դու գրես։ Թե լինում է, աչքից չի լինում, դու կարաս ինստագրամով գրես, գրածները տենալ։ Այ տենց, թագի թող մնան մենակ ադեկվատները։ Այ սաղ ձերքերս կեղտոտվեց։ Հա, դու սենց գրի։ В общем, չկպավ էլի այդ գործը քեզ, իմ ասած։ Բայց ոչինչ լավ։ Ինձ դուր չեկավ էտին արեք, որովհետև բաներ, փակի կոմենտները նարեք, ինձ դուր չեկավ էտ, չի վստահում։ Հասկացա, որ ավելի լավա դու գնաս աշխատանքին, արքան թե օնլայն, ինչ-որ բան, բայց ինքը գրանցված աշխատանք էր, այդ կոմպի հարցն է, հեռախոսով, չգիտեմ կլիներ, թե չէ, որ ասենք դու բանաներ, հեռախոսով անցկացնեիր։ Հա, ուղարկի աշխատանքի հետ կապված կայք, հա։ Լսի, ես տենց կարամ իմ տրանսլյացիան կիսվեմ